Փարաքարի համայնքապետի սպանության նախնական պաշտոնական վարկածը մնում է վենդետան։ Ըստ էության սա փետրվարյան իրադարձության շարունակությունն է միջազգային հարաբերությունների կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Հանրապետությունը ցնցած սպանության միակ կասկածյալին Մերձավանցին Նարեկ Օհանյանին ուրբաթ երեկոյան են ձերբակալել։ Նա Մերձավանի նախկին վարչական ղեկավար ԿՊԱ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է։ Հենց Ախտոյանի տան դիմաց 7.5 ամիս առաջ մի արյունոտ ռազմորկայի ժամանակ սպանվել էր կասկածյալ Նարեկ Օհանյանի հարազատ եղբայրը 29-ամյա Գրիգորը։ Փետրվարյան սպանության գործով անցնող մեկ տասնյակից ավելի մարդկանց մեջ է նաև Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը Պայքար Գրիգորյանը, նա այժմ տնային կալանքում է։ Նարեկ Օհանյանը եղբորը սպանությունից 5 օր հետո Փաշինյանների հայկական ժամանակի հետ հարցազրույցում սլաքներն ուղղել էր հենց ապրելու երկիր ընդդիմադիր կուսակցության անդամ Վոլոդիա Գրիգորյանի եղբոր կողմը։ Նախընտրական Փարաքարում քաղաքական շահերի բախումը թեժ էր փետրվարին։ Տեսանյութը մանրակրկիտ նայելու ժամանակ նկատել է Պայքար Գրիգորյանի, որը հանդիսանում է Վոլոդիա Գրիգորյանի փոքր եղբայրը, որ ատրճանակը ձեռքին կատարում է ինչ-որ գործողություններ իմ ու եղբորս ուղղությամբ։ Նարեկ Օհանյանը դիմել էր Փաշինյանին, գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին։ Ուզում եմ դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազին, գլխավոր ոստիկանապետին, այս ամեն ինչի պահեն իրենց ուշադրության կենտրոնում եւ մեղավորները անձամբ պատժվեն։ Չնայած Փարաքարի համայնքապետի եւ նրա ոստիկան ընկերոջ սպանությունից մի քանի ժամ անց Փաշինյանն հրապարակավ ակնարկել էր, թե փետրվարյան արյունալի դրամայից հետո բռնությունները կանխելու համար գործողություններ չեն արվել, ՆԳՆ ներկայացուցիչը վստահեցնում է, որ իրավապահները այդ ընթացքում ձեռքերը ծալած չեն նստել։ Փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ։ Տասնյակից ավելի անգամներ ոստիկանության վաղաշապատի բաժնում, ինչպես նաև քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել են տեղեկություններ, որ X ժամի X հատվածում պետք է հավաքվեն եւ հերթական անգամ պարզեն հարաբերություններ։ Անմիջապես բոլոր կողմերից անձինք հայտնաբերվել են, ներկայացվել են բաժին, բացատրական աշխատանքներ են տարվել։ Քաղաքական տարբեր հայացքների պատճառով հակամարտող գերդաստանների վարքագիծը փաստորեն աչքաթող չեն արել իրավապահները։ Նարեկ Սարգսյանի վստահեցմամբ անգամ խուզարկել են Ախտոյանների եւ Գրիգորյանների հարազատների մտերիմների բնակարանները, սակայն զենք չեն գտել։ Մի քանի անգամ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով բերվել են ոստիկանության վարչապետի բաժին։ Գտնվել են այդ զենքերը, թե ուղղակի կասկածը։ Իմ տեղեկություններով չի հայտնաբերվել։ Եթե պարզվի, որ օբյեկտիվորեն ծառայողները հնարավորություն են ունեցել կանխել, սակայն չի կանխվել, վստահեցնում եմ կրկին եւս մեկ անգամ, որ կրելու են պատասխանատվություն։ Նախաքննության գաղտնիությանը հղում անելով Նարեկ Սարգսյանը չի ասում, արդյոք ինքնախոստովանական ցուցմունք տվել է կասկածյալը։ Պարզ չէ նաև նա սպանության անմիջական հեղինակն է, թե պատվիրատուն։ Հայտնի է, որ Օհանյանի նորակառույց տան մոտ իրավապահները գտել են դիմակ, ձեռնոցներ, կոշիկներ, բաճկոն եւ գիշերային տեսանելիության սարք, բայց ոչ ամենագլխավորը՝ սպանության գործիքը։ Հանցագործության հետ կթաքցնելու համար նա փորձել է այրել արտահակուստը եւ գիշերային տեսանելիության սարքը։ Այս պայմանությամբ եւս մեկ անգամ կրկնեմ, որ ձեռնարկվում են մեծածավալ կանխարգելիչ միջոցառումներ, որին ներգրաված են հարյուրավոր ոստիկաններ։ Էդգար Ղուշչյան, Հերիկ Համազասպյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։